Գյուղացու հարց գրուցրի, գյուղացու մշադրության կենտրոնում պասնում, ոչ թե ընդհանրան Երևան ու Կապան։ Արոն Քոչարյանի ծրագրում գյուղատնտեսության թեման շատ լավ պետություն չկա, որը գյուղացու կողքին չկա։ Պետություն չկա, որ գյուղատնտեսությունը չսուբսիդավորի։ Թոշակներից տեղյակ չեն այս մարդիկ, որ մեր ծրագրում կա բանակ կա, որ Ասեք, սարին վրա եք։ Նախ գյուղատնտեսության հետ կապված մեր ծրագրում հստակ կետ ունենք, որ գյուղացիների աշխատանքը պետքա ստաժ համարվի։ Այսինքն դու քո հողի վրա աշխատում ես, դա ստաժը համարվելու։ Ոնց է, Երևանում գնում են գործի, հետո գնում են թոշակի ստաժ Մեր տանն ենք աշխատում, մեր ողջ հողի վրա եթե աշխատում ես, դա համարվում է ստաժ։ Այո։ Այսինքն ոչ միայն պետքա այդ օգնել գյուղացուն սուբսիդավորման հարցում, մթերումների հարցում, չէ, բայց պետություն այս հերավորության վրա պետությունը պետքա սուբսիդավորի, պետքա օգնի, որ դուք կարողանաք մի բան անեք, թե չէ դուք չեք։ Այսինքն դուք հողի վրա աշխատում ես, բայց համել հետո որ անցնում ես թոշակի, դա ստաժ է համարվել։ Գիտես ինչ, մի հատ կոնսերվի բանի գործարան սարքեն, մեր բերքը իրենք հանձնենք, մեր Ապրես, բերքը մթերումների հետ կապված այդ պոպոկը կա, սալորը կա, խնձոր կա, տանձը կա, միշը կա, ամեն այդ ամեն ինչը որ մենք հանձնենք, այ ինձ ծով է, ես իսկ իմ բանել չտան, այս հծով եմ ես։ Բայց ես կարծում եմ ամենակարևոր նաև բանը այն է, որ գյուղացու աշխատանքը պետքա հետո ստաժ համարվի։ Դե թող համարեն։ Մենք դա հստակ ամրագրել ենք ծրագրի մեջ։ Փոքր չենք, 75 տարեկան եմ, ես որ գնաս մտնես իմ բոստան կասես, հեսա տեսելա։ Թեժքան էլ հետ եմ իմ բաղջից ծառերը, հետը կտրեմ, սարկեմ, կուչիր դրուժբա եմ առել տոտալից։ Ես ինձ էտի աշխատում եմ, ես ինձ էտի, ծավըտ տանեմ, որ տեսեմ 75։ Էլի եմ աշխատելու, էլի եմ աշխատելու։